Բարև ձեզ։ Եկան տաղավար եւ այսպես Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրությունները աննախադեպ ապօրինություններով, մտրախախտումներով, բռնաճնշումներով, մինչեւ ընտրությունների օրը, ընտրություններից հետո ձերբակալություններ, կալանավորումներ, խնդրեմ ես ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր ասածից սկսեմ ընտրություններից առաջ։ Այո, ընտրություններից առաջ էին սկսվել այս բոլոր ուրեմն հակաօրինական գործողությունները իշխանությունների երկար ժամանակ ողջ քարոզարշավի ընթացքում, իսկ դրանից առաջ նաև եթե հիշում եք քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական քննարկումների շրջանակներում ամբողջությամբ ուրեմն պետական ռեսուրսով եւ ողջ ֆինանսական կարողությամբ ուրեմն կազմակերպել էին քաղաքացիական պայմանագրի PR-ը, իշխող կուսակցության PR-ը։ Պիտի ավարտվեր այն բանով, ինչով ավարտվեց, սա ուղղակի միանշանակ է, այսինքն իրենք դեռ են գլխից դեռ ընտրություններից առաջ շատ լավ հասկանում էին, որ այն ուրեմն ազդեցության, այն տեսակարար կշռի մասին, որ խոսում էին իրենց, իրականում գոյություն չուներ եւ պետք էր բացը ինչ-որ այսպես թատերականացված ներկայացումներով լրացնել։ Միևնույն ժամանակ այդ ժամանակահատվածը նախընտրական նաեւ ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այլևս այն ընկալումը չունեն հանրության շրջանում, ինչ որ առաջ էր, մանավանդ ինչ որ պատերազմից առաջ էր։ Միջադեպերը անպակաս էին, քաղաքացիներն արդեն բացահայտ ուղիղ Փաշինյանի երեսին նայելով ասում էին այն, ինչ մտածում էին նրա եւ նրա կառավարության, նրա իշխանության մասին։ Այսքանը թերևս նախընտրական պրոցեսների մասին, իսկ ինչ օրը մենք ինչի ականատեսի եղանք, պոլիէթիլենային տոպրակներով լորի ընտրատեղամասից, այսպես հանձնաժողովի նախագահն ու հանձնաժողովի ներկայացուցիչներից մեկը տանում էր քվյա թերթիկներ։ Սոտքին ու Բարաշենի ընտրատեղամասերում համատարած, ինչպես պարոն Նահապետյանից խրցող զինվորների էին բերում։ Խնդրեմ ես ամենի հետ կապված ձեր տեսակետը։ Դա շատ այսպես մասնավոր, եկեք ասենք դեպքեր, որոնք անկասկած ստվեր են նետում այս ընտրությունների ընթացքում, ընտրությունների վրա, իսկ եթե այսպես ամբողջական փորձեն գնահատական տալ, տեղի է ունեցել մեծ ընտրակեղծիք, տեղի է ունեցել իշխանազավթում, տեղի է ունեցել իշխանությունների կողմից ժողովրդի ձայնի ուրեմն յուրացում, ժողովրդի քվեների յուրացում։ Փաշինյանը, ես այսպես կասեմ, Փաշինյանը իր ունեցած բոլոր ուրեմն են հռչակավոր մականուններին, սկսած հողատու, չգիտեմ, կապիտուլյանտ, դավաճան եւ այլն, այդ բոլոր մականուններին ավելացրեց եւս մեկը ընտրակեղծարար։ Ընտրակեղծարար Փաշինյան, այո, ընտրակեղծարար Նիկոլ։ Ինքը որ տարիներ շարունակ դեռ լրագրողական ուրեմն սեղան աթոռից տարիներ շարունակ գրել է, քննադատել է այս երևույթը, տարիներ շարունակ թվում էր պայքարում է այս երևույթի դեմ, այսօր ուրեմն զգլխեց առաջ անցավ բոլոր մեր 30 տարիների բոլոր ընտրակեղծարարներից։ Թող հիմա այլևս նախկիններ, ներկաներ այս բաժանումների վրա այլևս չփորձեն որևէ խաղ խաղալ, սա վերջակետներ եւ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը պատրաստ է գնալ ամեն ինչի, միայն թե պահի իր աթոռը։ Ես հիշում եմ, այսպիսի մի օրինակ բերեմ, Խորհրդային Միության ժամանակ ինքնաթիռներում գրված էր, որ ծխելը արգելվում է թռիչքի ժամանակ։ Միևնույն ժամանակ այնտեղ կար մոխրաման ուղևորի կողքին, բացում էր եւ մոխրաման էր։ Կանոնը սա էր, ծխելը արգելվում է, բայց եթե շատ եք ուզում, կարող եք ծխել։ Հիմա տեսեք այս ընտրություններով ինչ արեց Փաշինյանը։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ չի կարելի ընտրակեղծիքներ անել։ Արգելվում է ընտրակեղծարարությունը։
Բայց եթե դա շատ է պետք Նիկոլ Փաշինյանին, կարելի է նաև կեղծել։ Ահա այս վիճակում ենք հայտնվել մենք ընտրություններից հետո։ Հիմա արդեն այսպես ասեմ, չի ասի վերջի խոսքը, բայց վճռական պահը վաղը երևի այս ժամերին արդեն ինչ-որ բաներ հայտնի կլինեն վերջնական արդյունքների հետ կապված եւ կտեսնենք, թե ինչպես կդրսևորի իրեն ընդդիմությունը կամ այս ընտրությունների մասնակից մնացած քաղաքական ուժերը։ Փաշինյանից բացի իհարկե։ Արդյունքներն այնքան ուրեմն հենց առաջի այդ վերահաշվարկների արդյունքներն այնքան ցցուն են, որ ուղղակի արդեն տեսնում ես, թե ինչ կարգի ընտրախախտումներ են տեղի ունեցել, հարյուրավոր ձայներ այս կողմից այն կողմ են դրվել, հազարավոր ընդհանուր եթե գումար են հավելագրվել են իշխող ուժին, գումարած նաև այդ ձեր ասած ուրեմն այդ մասնավոր դեպքերը, որոնք ուղղակի չէր կարելի թույլ տալ դիցուկ, ասենք զորամասի քվեարկությունը ժամը 8-ից հետո։ Հիմա գիտեք ինչ, ես կարող եմ իմ բոլոր սրբերից ներողություն խնդրել եւ ասել, որ ես չեմ հավատում, որ դրանք եղել են հայ զինվորներ։ Չեմ հավատում ուղղակի։ Ադրբեջանական ուղեկալից կարող էին բերել, այսպես ասեմ, արևմտյան ադրբեջանցի զինվորների, արևմտյան Հայաստանի զինվորների եւ բերեին քվեարկել տային ընդ որում ամեն մեկին տալով մեկական թերթիկ 16 համարի թերթիկ ու ասեին գնա եւ քվեարկիր։ Կարող էին անել։ Այսօրով կարող է ասել, որ նման բան տեղի չի ունեցել։ Այդ ընտրական հանձնաժողովի նախագահը մամուլի միջոցներին, լրատվամիջոցներին հաթաթա է տվել, թե տեսեք, հա, թվերը ճիշտ արտահայտեք, թվերի մասին զգույշ խոսեք, այլապես դատի կտամ։ Տղա ջան, գնա առաջինը տուր Նիկոլին դատի։ Առաջինը նա է աղավաղել ընտրությունների թվերը։ Ժամը 2-ին էլ շտաբ եկավ ու իրեն միանձնի իշխանություն կարգեց։ Դա եմ ասում։ Ընտրությունները չավարտված, ընտրատեղամասերի 10%-ի արդյունքները դեռևս հայտնի չեն, մարդը շտաբ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ ինքը հաղթել է, ունի շատ մեծ մեծամասնություն։ Իր թիմն էլ թիկունքին կանգնած, ես տեսա, չէ՞ որ ծափահարում էին Նիկոլ Վարչապետ եւ այլն եւ այլն։ Դե դեմքերն էլ եմ տեսել։ Այո, ես կադրը նույնիսկ իմ մոտ եմ տեղադրել, իմ Facebook-յան էջում կա, սա ինչպես Սա նախ ես իմ գնահատական տամ, ես այն կադրերից է, որ ենթադրենք հոգեհանգստի արարողություն, մարդկանց մեկ-մեկ նկարում են, ով ինչպես է, ահա այս ձևի այս վիճակում կանգնած են, իրենք շատ լավ գիտեն, որ իրենց կուսակցությունը, հենց այդ իրենց կուսակցության հոգեհանգիստն էր սա։ Նրանք շատ լավ տեսել էին, հասկացել էին, որ արդեն բացված տեղամասերի հաշվարկով իրենք ոչ մի մեծամասնություն էլ չունեն։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը արևմտյան հնարքը կիրառեց։ Սա սովորական արևմտյան օյնբազություն է։ Ընտրությունների արդյունքները դեռ պարզ չեն, ինքը հայտարարում է, որ հաղթել է։ Ու այնտեղ էլ քննադատախ Մակրոնը տեղաշորից փոխան շապիկով վերակենում շնորհավորում առանց հասկանալու։ Կամ այսինքն հասկանալով եւ հատուկ։ Ու այսպես մի քանի հոգի շնորհավորում են ու տպավորություն աստեղծում, որ նա հաղթել է։ Ոչ մի բան էլ չի հաղթել։ Հիմա եթե տեսեք, քանի տեղամաս են բացել, չէ՞։ Հիմա եթե բացեն բոլոր տեղամասերը, ես մտածում եմ, որ Փաշինյանը կարող է 30% էլ հավաքած չլինի։ 100 տեսակ ահազանգեր ենք ստանում։ Տեղամաս կա, որտեղ ԿՊ-ի 16 համարի թերթիկը խնամքով մեջտեղից ծալված դրված է ծրարի մեջ։ Ուրեմն 3 հայտնի է դարձել, որ ընտրատեղամասերից մեկում ԿՊ-ին տվել են 717 ձայն, պարզվել է ձայն չի ունեցել։ Ահա, դե մա դրանք էլ թվերն են, արի այսպես անենք, պայմանավորվենք։ Թող հաստատվեն այդ թվերը, որովհետև հիմա գրում են, ցույց են տալիս եւ այլ, դիչուկ Բարգավաճ Հայաստանի օրինակը մեզ արդեն պարզ է դարձնում ամեն ինչ, թե ինչ է արել Վահագն Հովհակիմյանը։ Աշխատել է Վահագավարի, այսպես ասեմ, այսինքն տապորի պես։ Չի կարելի, ընտրություններ են սրանք ի վերջո։ Եթե քեզ Նիկոլ Փաշինյանը հարկադրում է թվեր, պարտադրում է տոկոսներ, դու այն պաշտոնյան ես, որ պիտի կամ հրաժարական տաս,
Կամ հետո վեր կենաս հայտարարես, թե ինչու է այսպիսի պատկեր ստեղծվել։ Հրաժարական տուր, եթե չես կարողանում հայտարարել։ Ոչ թե արա այն, ինչ ասում են քեզ Նիկոլը եւ իշխող կուսակցությունը։ Հետո էլ ասում ես, ես եմ Պաշտոնյան եմ, որ Նիկոլ Փաշինյանը ինձ բան հարկադրի։ Այո, հենց այդ Պաշտոնյան ես դու։ Եվ լավ էլ հարկադրել են։ Լավ 21-րդ դարում համակարգչի ես գիտության դարաշրջանում ոնց կարելի է կանգնել հայտարարել, գիտեք, տող են թրծրել։ Ինչ է նշանակում տող են թրծրել։ Այսինքն կարա 700 քանի ձայնի, ինչպես ասում են, դառնա 0, հա, այդ տող թրծնելու հետևանքով։ Բերեք բոլոր տեղերում, անձամբ ես էլի որպես պատգամավորության տեխնացու, ես ինքս ներկա եմ եղել հաշվարկին։ Ներկա եմ եղել, գումարում եմ տեղամասը հիմա դիտմամբ չեմ նշում, որովհետև մանավանդ այդ տեղամասը նշված չի բացվողների թվում։ Ներկա եմ եղել։ Գումարած ուրեմն ուժեղ Հայաստանի ձայներ, գումարած Հայաստան դաշինքի ձայներ, գումարած Բարգավաճ Հայաստանի ձայներ։ Տասնյակներով ավելի է, քան Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայները։ Այն էլ ինչպես հավաքած։ Կամ լծակների միջոցով, կամ մարդկանց, չգիտեմ, մահաբեկելու միջոցով, կամ չգիտեմ, եսի տարատեսակ, ուրեմն ընտրակաշարքների ձևով։ Ես չեմ տեսել, որ գումարով փող տան, այդպիսի մարդու չեմ ճանաչում։ Բայց կա, չէ, իշխանությունը ունի այդ լծակները մարդկանց ինչ-որ կերպ շահագրգռելու։ Արեց էլի, թոշակներ կլինի, արցախցիների կարծեմ առաջարկում էին դահակները զրոյացնել։ Այո, տաքսիստներին, են մյուս վարորդներին, ամեն մեկին մի բան ասում։ Այս բոլորը ընտրակաշարքներ են։ Նրանք ընտրակաշարք բաժանել են Նիկոլ Փաշինյանը անգամ իր կառավարության անդամներին, իր նախարարներին, իր պատգամավորներին։ Պարգևավճարների տեսքով միլիոնավոր դրամների պարգևավճարները, չմոռանանք, 7-8 միլիոնով պարգևավճար են ստանում մարդիկ։ Ընտրակաշարք էր, որ թիմից չփախչեն։ Բայց ինչ էլ արեց, ինչքան էլ կուտակեց, ինչքան էլ բերեց, լցրեց, ինչքան էլ Հովակիմյանի հետ ուրեմն այնտեղ թվեր գեղեցիկ նկարեցին, էլի չկարողանում մարդը հավաքել իր ուզած այդ սահմանադրական մեծամասնությունը։ Պարոն Անդրեասյան, այսինքն ընկճվել չկա, ժողովուրդը ցույց տվեց, որ 50%-ից ավելի, դեռ հաշվարկներն հայտնի դառնան, գուցե մինչև անգամ 60-ից 70%-ը դեմ է թրքացմանը, խնդրեմ։ Այո, այդ թրքացմանը այս իշխանությունների վարած քաղաքականությանը առհասարակ վարած քաղաքականությունը բոլոր ուղղություններով, դե միայն թրքացումը չէ, թրքացումը վերջնական նպատակն է իհարկե, բայց բոլոր ուղղություններով սրանց վարած քաղաքականությանը դեմ է ժողովուրդը, որովհետև ոչ մի բան չի բխում ՀՀ քաղաքացու շահերից, ոչինչ, ամեն ինչ մանիպուլյացիա է, այսպես սվաղում են ինչ-որ մի բան, այդ կոնկրետ հիմա հիշատակեցիք այդ թոշակների հարցը կամ 65-ամյա ուրեմն քաղաքացիներին ձրի բուժումի հարցը եւ այլն եւ այլն։ Վաղը ոչ մի կերպ դրանք արդարացված չեն եւ չեն կարողանալու ֆինանսավորել։ Ինչ են անելու։ Բնականաբար նոր պարտքեր են վերցնելու։ Իսկ նոր պարտքը իր հերթին նշանակում է նոր պարտավորություն, նոր պարտադրանք, մի նոր զիջում։ Հիմա այդ 300 ադրբեջանցիների մասին մենք էլ շատ խոսեցինք, իրենք էլ այսպես հակադարձում են, թե չկա նման բան, մեզ ցույց տվեք ադրբեջանցի Հայաստանում եւ այլն։ Եթե հարցը գնա ադրբեջանցի ցույց տալու, շատ կարող են ցույց տալ, բայց այդ վերադարձի հարցը նրանց մնացել է ախր օրակարգում։ Ադրբեջանի օրակարգում հենց դա է դրված եւ որպես պայմաններից մեկը ձեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Դուք հիմա եթե հերքում եք, հերքեք, ինչքան պիտի հերքեք։ Մնալով իշխանության դեռ ինչքան պիտի հերքեք ու հերքեք այդ նույն բանը։ Մինչև որ ադրբեջանցիներն արդեն ավտոբուսով Երևան մտնեն։ Երեք մամուլում էլ հրապարակում եղավ, հենց հրապարակահաղորդակներ գրել, որ նենցա Ադրբեջանում էլ արդեն ներքին անհանգստություններ կան, չի կարողանում Նիկոլ Փաշինյանը ստեղծել ապահովել սահմանադրական մեծամասնություն կամ 3/5-ը, որպեսզի այդ սահմանադրության փոփոխությանը գնա, այս ամեն ինչին գնա։ Խնդրեմ նախ այս մասով ձեր տեսակետը եւ հետո պարոն Անդրեասյան, ինչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանում անցկացված ընտրությունները։ Ահա։
Ուրեմն սկսեմ այդ վերջից, վերջից սկսեմ, եթե Ռուսաստանը չճանաչի, գիտեք ինչ, իրավիճակը այսպեսին կլինի։ Եթե ռուսները չեն ճանաչում Հայաստանի ընտրությունների արդյունքները, դրանով Հայաստանի կյանքում, այսինքն սրանք մնում են, ռուսները չեն ճանաչում, Հայաստանի կյանքում որևէ լավ փոփոխություն լինել չի կարող։ Գնալով ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Բայց որ դա կշրջի ընտրությունների այս ելքը կամ կշրջի Հայաստանի ընթացքը, չեմ կարծում, որ ռուսները չճանաչելով այդպիսի բաներ տեղի կունենան։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների անհանգստությանը, դա միանգամայն պատճառաբանված է, որովհետև այն պահանջները, որ իրենք դրել են Փաշինյանի առաջ, Փաշինյանն ըստ էության չի կարողանալու իրականացնել ուժերի այս դասավորության պայմաններում։ Նա չունի անհրաժեշտ քվեների քանակ, որպեսզի կարողանա սահմանադրական օրենքներ ընդունել, որպեսզի կարողանա անկյունակարային պաշտոններում մարդիկ նշանակել եւ այլն եւ այլն։ Նա ստիպված պետք է լինի զիջումների գնալ նաեւ ընդդիմության հետ հարաբերություններում։ Եվ այնուամենայնիվ հակահայկական որևէ բան ինքը չի կարողանալու անցկացնել առանց հանրաքվեի։ Իսկ դա լրացուցիչ գլխացավանք է Փաշինյանի համար եւ իհարկե իր տերերի առաջ, ուրեմն պարզերես դուրս գալու հնարավորություններից նա պարզապես կարելի ասել զրկվել է արդեն։ Այսինքն նրան հաշիվ են ներկայացնում, այսպես պիտի լիներ, հիմա այդպես չի եղել։ Այսինքն պիտի մտածել, էլի նրանք համարում են, որ գնդակը Հայաստան դաշտում է ու մինչև այդ պայմաններին չհամապատասխանի Հայաստանը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չեն կնքելու։ Հա, գուցե դեռ մի քանի վագոն էլ բենզին կտան, մի քանի վագոն ցորեն կտան, այսպիսի խաղեր կխաղան, բայց իրենց պահանջները կպահեն օրակարգում եւ անընդհատ կներկայացնեն Փաշինյանի հետ բանակցություններում։ Ռուսաստանից բարձրաստիճան, այսպես ասենք, օղակներից հայտարարություններ հստակ տեսնում ենք։ Զախարովա, Զադուլի։ Այո, թող խոսեն, նրանք խոսում են, բայց իհարկե նրանց, այսպես ասեմ, նրանց առաջին մտահոգությունը հայ-ռուսական հարաբերություններն են, Հայաստանը որպես ԱՊՀ անդամ, ԵԱՏՄ անդամ եւ ՀԱՊԿ անդամ։ Այստեղ է այդ կառույցները ռուսներն են ի վերջո ստեղծել եւ այստեղ այդ կառույցների ուրեմն քանդվելու, այդ կառույցներում ինչ որ անհամաձայնություններ սկսվելու process կարող է գնալ։ Այդ տեսակետից են նրանք շահագրգիռ այս պահին Հայաստանում տեղի ունեցող այս իրադարձություններով։ Իհարկե մենք գիտենք նաեւ որ Հայաստանը ինչ որտեղ նաեւ պլազդարմ է Ռուսաստանի համար այս տարածաշրջանում իր ուրեմն շահերը պաշտպանելու եւ իր ներկայությունն ապահովելու համար։ Այս իմաստով ուրեմն ռուսները շահագրգիռ են, բայց որ ասեմ, թե ռուսները ասենք ենթադրենք Հայաստանի կորստով կարող են չգիտեմ, ես ինչ կորուստներ ունենալ, ես դա ուղղակի շատ թույլ այսպես պատճառաբանություն եմ համարում, որովհետև այնտեղ որտեղ Հայաստանը կզիջի, ուրեմն ռուսների համար պատրաստ կանգնած է Ադրբեջանը, ընդհուպ մինչև եւ ՀԱՊԿ անդամ դառնալը, ընդհուպ մինչև եւ ԵԱՏԲ մեջ մտնելը։ Ադրբեջանը այդ ամեն ինչին էլ պատրաստ է եւ այստեղ հավասարակշռությունը պահելու համար նա շատ մեծ խաղի մեջ է Ադրբեջանը։ Այստեղ մեծ խաղ է գնում։ Ուղղակի անհասկանալի է Հայաստանի դիրքորոշումը, թե իր փոքր հալով ինչպես է այսպես մարտահրավեր ուղարկում, ասենք, գերտերություններին ու իր հարևան այդ պետություններին, որոնց հետ դեռ գտնվում է պատերազմի մեջ։ Չմոռանանք նաեւ Թուրքիայի հանգամանքը։ Ռուս-թուրքական հարաբերությունները բոլորիս են հայտնի, պատմության մեջ երբեք հաշտություն չի եղել այդ երկրների միջև։ Չես իմանա, թե վաղը ինչ կլինի։ Այսքանով ռուսները հետաքրքրված են Հայաստանում իրենց ներկայությամբ։ Բայց եթե բանը հասնում է, ինչպես ասում են, ոսկորեն, իրենք էլ հիմա խառավիճակների մեջ են Ուկրաինայում, մի օր էլ կարող ասեն, դե գնա հերնել անեցած ինչ ուզում է թող լինի։ Իրենք հայ ժողովրդից ներողություն են խնդրում ու հստակ ասում են, թե ով է մեղավորն այս ամենի։ Երբեք նման բան չէր եղել, որ Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների հանդեպ այսպիսի չոր, այսպիսի չգիտեմ, քննադատական կեցված դրսևորեր։ Միշտ էլ համարում էր գործընկեր, միշտ համարում էր բարեկամ երկիր եւ այլն։ Սա լրիվ նորություն է, նոր խոսույթ է ռուսական հարաբերությունների մեջ։ Այդպես չպետք է լիներ։
եւ մեր այս բոլոր դժվարությունների, այս վերջին շրջանի մեր բոլոր անհաջողությունների պատճառը հենց հայ-ռուսական հարաբերությունների խաթարման մեջ պետք է փնտրել նաեւ։ Այնպես չեղավ, որ մենք շատ լավ հարաբերություններ էինք, Ռուսաստանը չգիտեմ ինչեր արեց, որ մենք ընկնենք այս վիճակի մեջ։ Մեզնից է սկսվել, չէ՞ ամեն ինչ։ Ռուսաստանը մինչև վերջ պնդում էր, որ Արցախի հարցը լուծված չէ։ Վլադիմիր Պուտին, Արցախի հարցը շատ նուրբ հարց է։ Այն դեռևս չի լուծվել։ Մարդը գնաց Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է։ Չգիտեմ։ Հիմա ինչքան ռուսները այնպես չի, որ մեզնից ավելի շատ են սիրում Արցախը, չէ, բայց տեսեք նույնիսկ այս վիճակում իրենք համարում էին, որ ուժերի կամ բալանսի խախտում է տեղի ունենում տարածաշրջանում եւ նոր լուրջ խնդիրների կարող են իրենք բախվել։ Այս սրա համար են ռուսները խոսում։ Ռուսներին հայ ժողովրդի ճակատագիրը շատ ներողություն, գուցեև չի էլ հետաքրքրվում։ Գուցե չի էլ հետաքրքրում։ Քանի որ զուգահեռ են ընթանում, ազգային ժողովում է Գևորգ Պապայանն ասում, մարդիկ տարիներով սովորել են գյուղմթերքը Ռուսաստան արտահանել, հիմա մի քիչ տարօրինակ է, որ Հունաստան են տանելու, ոչինչ կսովորեն։ Դա շատ խելացի տղա է այդ Պապոյանը իմիջիայլոց։ Դե ասում են, այսինքն իրանք են ասում, Փաշինյանը ասեց, այդ համարեք Պապոյանն էլ է նույնն ասում։ Ասում է կգան այստեղ ելակ կուտենք, կստացվի, որ մեր ելակը արտահայտեցին։ Կգանք այստեղ ծիրան կուտենք, կստացվի, որ մեր ծիրանը արտահանեցինք։ Դե այսպես են մտածում այս մարդիկ։ Հիմա լավ Հունաստանը, այդ էլ հայտարարություն է, ես վստահ չեմ, թե նրանք Հունաստան ինչ-որ բան կտանեն կամ Եվրոպա ինչ-որ բան կարող են արտահանել։ Այդ նույն բանը ինչ-որ իրանք պատրաստում են արտահանել, Եվրոպայում ուղղակի շան ոտի հետ գնում է, այնպես չի, որ այդ մարդիկ սպասում են հենց հայկական արտադրանքին։ Այդ մարդիկ դեռ հարց է, ձեռք կտան հայկական արտադրանքին, թե ձեռք չեն տա, մտածելով, թե որտեղից է եկել։ Հայաստանը ինչ է մնացել Հայաստանի բնությունից։ Կեղտոտ օդ, կեղտոտ, չգիտեմ, միջավայր, ծառահատումներ, եւ այս միջավայրում աճեցված ինչ-որ ելակ քիմիական ձևերով պիտի գնա Ռուսաստան, պիտի գնա Եվրոպան վաճառվի։ Եվ հետո այդ շուկան շատ մեծ է մրցակցություն, ախր չգիտեմ, էլի, ասենք, սա ինչ է, դու նույնիսկ քո ջուրը չես կարողանում արտահանել, ջուր, որ աշխարհում ամենամեծ պահանջարկն ունի։ Եվ ամենալավ ջուրն ունես դու։ Ամբողջ աշխարհի իսրայելական ջուր է խմում, որ ծովի մշակած ջուր է, այ մարդ։ Այդ միջին արևելքը ներողություն։ Իմիջիայլոց գիտեք, չէ՞, վերջերս Արա Վարդանյանը մեր տաղավարում ասաց, օրը 90 միլիոն հատ ծաղիկ էր արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Վերջերս ասել պարոն Վարդանյանը մի բագաժնիկ, մի խցիկ ծաղիկ էին 10,000 հատ անել Լիտվա թե Լատվիա, մեծ դա հասանք Եվրոպա, բայց իրականում պատկերը հետևյալն է, որ ոչ էլ ծաղիկ են կարողանում արտահանել, ուղղակի ջրի գնով, ինչպես ասում են, դրել է Սամվել Ալեքսանյանի պատկանող խանութներում վաճառել։ Հա, դե մի ինչ-որ ձևով պիտի կորցնեն այդ ապրանքը, ինչ-որ տեղով պիտի այդ ձեռներեցներին դեռևս պահեն, որպեսզի նրանք էլ իրենց բողոքը չարտահայտեն, եւ այս հակառուսական հիստերը։ Գևորգյանը լավ է գրել այսօր Սամվել Ալեքսանյանի պատկանող հայտի սուպերմարկետը եւ երկրների շարքում է։ Այո։ Ոչինչ, այդ նորից եմ ասում, սա գործարարները մի քիչ դեռ տաք են, էլի, հետո կզգան թե ինչ է նշանակում ռուսական շուկայի փակվել է իրենց համար, եթե ասենք թվերին նայեմ, ես տնտեսագետ չեմ, այնտեղ ամենապարզը թե Հրանտ Բագրատյանը, թե մյուսը մեր տնտեսագետներից, ստակ ասում է, որ դա խելագարություն է շուկայից հրաժարվել է, շուկան փակել է Հայաստանի համար։ Ամեն ինչ կորցնեն, ամեն ինչ կործանվի։ Չհաշված արդեն քաղաքական ուրեմն լարվածությունը, թե այնտեղ ինչ կարող են անել հայ գործարարներին եւ Հայաստանը գոնե դրամով իրենց աշխատած փողերով Հայաստանը պահող այդ մարդկանց։ Ուղղակի կհանեն եւ Ռուսաստանից դուրս կուղարկեն։ Կմնանք այսպես, չգիտեմ, մի կարգավիճակում, որտեղ գիտես ոնց է սա, ոչ բարեկամ ունես, հայտնվել ես մի հատ հարսանիքի մեջ, որտեղ ոչ բարեկամներ ունես, ոչ ինչ-որ, չգիտեմ, քեզ ճանաչողներ, ոչ մի բան չունես,
Ուղղակի հայտնվել ես այս հարսանիքի մեջ, այս կողմը մտածում է դու հարսի կողմից ես, այն կողմը մտածում է փեսու կողմից ես, հələ որ բան չեն անում։ Բայց ի վերջո կպարզվի, որ դու ընդամենը օտար մեկն ես եւ քեզ շատ հանգիստ ձևով դուրս կհրավիրեն այդ հարսանիքից, այսպես չի լինում։ Սա քաղաքականություն չի, քաղաքականությունը պետք է հիմնվի կապերի վրա, պիտի ճանաչողության վրա, չգիտեմ, այնտեղ հազար ու մի բաներ կա քաղաքականություն վարելու համար, արտաքին քաղաքականություն։ Արարատ Միրզոյան, իր քաղաքական թիմի երկրորդ համարն է կարծեմ։ Այ մարդ, այս ամեն ինչը ձախողել ես, ամեն ինչ ձախողել ես քո բանակցություններով, դու եւ Նիկոլը ձախողել եք, այսօր քաղաքացիական պայմանագրի առաջի երկու համարում եկել եք, թե մենք 50%-ից ավել ենք ստացել, ոնց կարող եք 50%-ից ավել ստանալ դուք։ Ինչ եք արել, որ ստացել եք այդ ձայները։ Պետական ռեսուրսի կիրառման մասին երկու խոսք ուզում էի ասել։ Խայտարակությունը հետևում է այդ քարոզարշավին։ Ուրեմն քաղաքացիական պայմանագրի ավտոբուսները գալիս կայանում էին կառավարության շենքի տակ։ Կառավարության շենքի դիմացի մայթից էին մեկնում քարոզարշավի։ Սա ի՞նչ բան է, չեմ հասկանում։ Այս ի՞նչ նույնացում է իշխանություն, պետություն եւ քաղաքացիական պայմանագիր։ Դե արդեն պաշտոնյաների մասն էլ չեն ասում, որոնց ուրեմն հարկադրաբար բերում են հանրահավաքների, հարկադրաբար ուղարկում են այստեղ այնտեղ քվեարկելու։ Չգիտեմ, ոչ մի բան չեմ կարող ասել, ուղղակի որ դուք էլ ասացիք, որ հուսահատվել չկա, իհարկե չկա հուսահատվել։ Այս իրավիճակում հուսահատվել նշանակում է, որ իրենք մարսեն այս հսկա կեղծարարությունը։ Հասկանում եք, աշխարհի ոչ մի ընտրական օրենսգրքով դա թույլատրված չէ, իրենք արել են, եւ Վահագն Հովակիմյանը երևի այսօր պիտի լիներ այն պաշտոնյան, որ առաջինը հրաժարական տար այս ամենից հետո։ Եղբայր, քո անելիքը, քո ուրեմն գործառույթները իրականացրել է վարչապետը, առաջինը հայտարարել է իր հաղթանակի մասին։ Սա քո գործառույթը պիտի լիներ, ոչ թե նրա։ Դու դեռ այստեղ հաշվում ես, նա հայտարարում է, բայց մի հատ զանգեիր ասեր, պարոն վարչապետ, ես դեռ չեմ վերջ ասել, դու ես ինչեր ես հայտարարում։ Այս ձևը դա է, արևմտյան ընդունված ձև է, նորից կրկնեմ, գնալ, նախապես հայտարարել ուրեմն հաղթանակի մասին, շնորհավորանքներ ստանալ եւ կեղծ ուրեմն պատկեր, որ ես արդեն հաղթել եմ, տեսեք ինչ շնորհավորում են եւ այլն։ Այս ամբողջ պատմության մեջ էլ այն Վրաստանի խես վարչապետն ընկա, որ առաջինը կարծեմ շնորհավորեց առանց իմանալու ինչ-ինչուց։ Չէ, ուղղակի չգիտեր այդ մարդը, ամենամոտ երկիրն է իրենց հարևան, երևի փորձել է առաջինը լինել, եղել է, բայց չգիտի թե Նիկոլը ինչ խաղացել մեր ժողովրդի գլխին։ Ընկճվել չկա, այս միանշանակ, այստեղ պայքարը պիտի շարունակել, որտեղ էլ լինի, փողոցում, խորհրդարանում, ինչպես կորոշի ընդդիմություն, թող այնպես էլ վարվի։ Ժողովուրդը, որ իրեն քվե է տվել այս ընտրություններում, այդ ժողովուրդը այդ ընդդիմության հետ է։